Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1360-րդ օրն է։ Մենք նորից ականատես եղանք Պուտինյան Ռուսաստանի հերթական խայտառակությանը, ռազմաճակատում շարունակվող ձախողումները եւ ահռելի կորուստները այս վախկոտ առաջնորդի վախկոտ բանակը փորձեց իր անզորության զայրույթը դուրս թողնել Ուկրաինայի խաղաղ քնած բնակիչների վրա։ Դժվար է գտնել նորմալ մարդու, որ քնածներին ռմբակոծել է հերոսություն համարի։ Գիշերը Պուտինի զորքերը գրոհեցին Ուկրաինայի մի շարք քաղաքներ, մոտ 450 օդային հարվածային միջոցներով, դրանցից 13-ը բալիստիկ հրթիռներ, շուրջ 430-ը տարբեր տեսակի դրոններ, որոնցից մոտ 300-ը շահեդ տեսակի։ Գլխավոր հարվածը ուղղված էր Կիևին, թշնամու թիրախում էին նաև Կիևի մարզը, Խարկովի, Օդեսայի, Պոլտավայի եւ Չերկասիի մարզերը, եւ եթե չլիներ ուկրաինական հոպի լավ աշխատանքը, մենք այսօր պարզապես չէինք կարող զրուցել։ Ցավոք, զոհերից խուսափել չստացվեց, գիշերային ռուսական հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 4 մարդ, 27-ը վիրավորվել են, որոնցից 2-ը երեխաներ։ Հրթիռային եւ 23 հարձակողական դրոնների հարվածները գրանցվել 13 վայրերում, ինչպես նաեւ խոցված թիրախներից բեկորները ընկել են 44 վայրում, ագրեսոր երկիրը թիրախավորել էր պարզապես բնակելի շենքերը եւ էներգետիկ օբյեկտները, երբ այսպիսի քանակությամբ թիրախները արձակվում են քնած քաղաքների վրա, նույնիսկ լավագույն հակաօդային պաշտպանության դեպքում անհնար է խուսափել հետևանքներից, խաղաղ բնակիչների համար, ել չասեմ շենքերի, մեքենաների եւ այլ գույքի վնասում։ Պուտինը չի կարող չիմանալ, որ նման զենքի կիրառումը խաղաղ բնակիչների դեմ արգելված է, բայց նա օգտագործում է այն այդպիսով ցույց տալով, թե ով է նա իրականում եւ ստորագրելով վերջնականապես կանանց եւ երեխաների մարդասպանի անվան տակ։ Եթե Ռամիլ Սաֆարովին բոլորս դատապարտում ենք այն բանի համար, որ նա սպանեց քնած հայ սպային, պատկերացրեք ինչ վերաբերմունք կարող ենք ունենալ Պուտինի նկատմամբ, որը հազարավոր կանանց եւ երեխաների կյանք է խլել, անմեղ մարդկանց, որոնք ոչ ոքի, ոչ մի վնաս չէին տվել։ Հետաքրքիր է Պուտինը երբևէ նայում է իրեն հայելու մեջ։ Հետաքրքիր է նաև նրանք, ովքեր մեկնաբանություններում գրում են, թե այս ամենի մեղավորը Ամերիկան է, արդյոք նայում են իրենց հայելու մեջ եւ հասկանում, որքան զազրելի են։ Այո, մեր դաշնակիցները կատարյալ չեն, բայց հենց Պուտինն է հարձակվել Ուկրաինայի վրա։ Հենց նա է ուզում ոչնչացնել մի ամբողջ ժողովուրդ միայն այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում լինել ռուս եւ ուզում են իրենց երկրում ապրել եւ խոսել իրենց լեզվով, ունենալ սեփական մշակույթ եւ ոչ ոքի հանդեպ ագրեսիա չեն դրսևորում։ Արդյոք այն հայերը, որոնք գրում են, թե իբր ամեն ինչ Ամերիկայից է, մտածում են, ինչպես կվերաբերվեին այն թշնամուն, որը արգել էր մեր լեզուն, պատմությունը հենց մեր տանը։ Իհարկե, ուկրաինական պատասխանը չուշացավ, թշնամուն հասցվեց հարված ռազմավարական նշանակության օբյեկտի խոցմամբ եւ դրա հետևանքով Ռուսաստանը արդեն դադարեցրեց նավթի արտահանումը Նավառոսիյսկի նավահանգստից։ Մեր պատասխան հարվածների մասին ավելի մանրամասն կանդրադառնամ այսօրվա եթերում։ Երեք մեր ալիքի մշտական մի դիտող մեկնաբանություններում ինչ որ անհաջող համեմատություն էր արել Ուկրաինայի հայերի եւ Ռուսաստանի հայերի միջև։ Առաջին անգամ պարզապես ջնջեցի մեկնաբանությունը։ Երկրորդ անգամ նման գրառման համար արգելափակելու եմ, նույնիսկ եթե մեր մշտական լսարանից է, քանի որ նման գրառումները դիտարկում են որպես սադրանք։ Կարծես ոմանք չեն հասկանում, որ մեր երկիրը անհավասար պայքար է մղում մարդակերների հետ եւ արդեն մի քանի տարի եւ տեղ չի հասնում այն գիտակցումը, որ ցանկացած այսպիսի եթեր կարող է դառնալ վերջինը։ Այո, ես հանգիստ եմ խոսում։ Սա առաջին պատերազմը չէ իմ կյանքում եւ մենք ընդունել ենք մեր ճակատագիրը եւ չենք փախչում նրանից։ Հուսամ գոնե ուղիղ ասելուց հետո ավելի հասկանալի կլինի այդպիսի մարդկանց համար։ Ուկրաինայի հայերը ապրում են իրենց երկրում եւ պաշտպանում են իրենց տունը եւ վստահ եմ Ռուսաստանի հայերի մեծ մասը դա հասկանում է։ Ես իդեպ շնորհակալ եմ այն մեր հայրենակիցներին, որոնք ապրելով Պուտինի երկրում մեծ ռիսկի գնալով փորձում են օգտակար լինել Ուկրաինային։ Շնորհիվ այդ մարդկանց մենք կրկին համոզում ենք, որ իսկական հայերը համարձակ եւ արդար են մնում անգամ ֆաշիստ Պուտինի երկրում եւ մենք չենք կարող դա չգնահատել։ Իսկ այն պուտինիստները, որոնք ապրում են Հայաստանում, նույնիսկ ոչ Ռուսաստանում, հուսով եմ մի օր կհասկանան իրենց անարժեքությունը։ Պուտինիստներ կան շատ երկրներում եւ նրանք բոլորն էլ անարժեք թերուսներ են, որոնք բացի իրենց վախկոտ կուռքից ուրիշ բան չեն ճանաչում։ Կարծես եթերի սկիզբը էմոցիոնալ ստացվեց,
Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր այս ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Դե պարզ է, չէ, որ այդքան քանակությամբ բալիստիկ հրթիռներով Պուտինը երկու մարդ սպանելու համար չէր կիրառել։ Մենք գիտենք նրա մտադրությունների մասին եւ հնարավորինս դրանք կասեցնում ենք։ Գիշերվա իրենց հարձակման արդյունքներից ակնհայտորեն դժգոհ լինելով Պուտինի զորքերը արդեն առավոտյան հարձակվեցին Չեռնոմորսկ քաղաքի շուկայի վրա, Օդեսայի մարզում, երկու մարդ այնտեղ զոհվեց, եւս 7-ը վիրավորվեցին, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Թվերը մեր եթերի պատրաստման պահի թվերն են, երբ լինեն նոր թվեր կտեղեկացնենք մեր Telegram-յան ալիքում։ Ֆիքսենք, որ այս գիշերվա հարձակումը Պուտինի ամենալայնամասշտաբ հարձակումներից էր օդային գրոհների առումով, երբ միաժամանակ 10-ից ավել բալիստիկ հրթիռներ էր օգտագործվել։ Կրեմլը մտադիր է Ուկրաինայի դեմ պատերազմը մինչև այսպես կոչված հաղթական ավարտ շարունակել, սակայն այդ ավարտը Ռուսաստանի համար կարող է գալ ավելի շուտ, քան սպասում է Պուտինը եւ իհարկե վատ իմաստով, գրում է Էկոնոմիստը։ Եթե Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ շարունակվի մինչև 26 թվականի ամառը, այն կդառնա ավելի քան երկար, քան առաջին համաշխարհային պատերազմը։ Չնայած ռազմաճակատում ստեղծված փակուղուն, Կրեմլը շարունակում է զինվորներին նետել անիմաստ գրոհների, նրանց վերածելով մսացուի, ինչ-որ հաջողությունների պատրանք ստեղծելու համար։ Զգում եք, չէ, ամբողջ աշխարհում Պուտինի խելքը ամբողջությամբ չափել են։ Նա պարզապես սովորական խայտառակ է։ Դե ձեռքի հետ էլ պուտինիստների խելքն են չափել։ Լրագրողների կարծիքով Պուտինը չունի ոչ ռազմավարություն, ոչ էլ պատկերացում, թե ինչպես ավարտել իր նախաձեռնած աղետը։ 25 թվականի ամառային հարձակումը, որի հետ դիկտատորը մեծ հույսեր էր կապում, վերածվեց ձախողման։ Ռուսական բանակը գործում է հին սխեմայով, փոքր խմբերով, ուղարկելով զինվորներին գրոհների, որոնցից ողջ են վերադառնում միայն ամենահաջողակ փրկվածները։ Կորուստները աղետալիորեն աճում են։ Վերջին տարվա ընթացքում ռուսական կորուստները աճել են մոտ 60%-ով։ Ուկրաինան չնայած անընդհատ հարձակումներին պահում է պաշտպանական գիծը, միևնույն ժամանակ ամեն մի զոհված ուկրաինացի պաշտպանի հաշվին գալիս է մի քանի սպանված ռուս, մինչև 5-ը 1-ի դիմաց։ Նման կորուստների պայմաններում ռուս օկուպանտները չեն կարող գրավել նույնիսկ մեկ խոշոր քաղաք, իսկ Պուտինի երազած առնվազն 4 ուկրաինական մարզերը գրավելու համար Մոսկվային պետք է ոչ պակաս քան 5 տարի, գրում են լրագրողները, հավելելով, որ այդ ժամանակ Ռուսաստանի ընդհանուր կորուստները կարող են հասնել մոտ 4 միլիոնի։ Ռազմաճակատում ձախողումը հասկանալով Կրեմլը շեշտը նորից դնում է խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության վրա։ Ռուսական հրթիռները շարունակում են ավերել քաղաքներ, էլեկտրակայաններ եւ բնակելի տներ, փորձելով կոտրել ուկրաինացիների դիմադրության կամքը։ Լրագրողների կարծիքով Պուտինը հույս ուներ Թրամփի աջակցության վրա, ակնկալելով, որ Ամերիկան կդադարեցնի Կիևի օգնությունը, բայց դա տեղի չունեցավ։ Եվրոպան ավելացրել է ռազմական աջակցությունը Ուկրաինային, իսկ Թրամփը հակառակը սանկցիա է կիրառել Լուկոյլի եւ Ռոսնեֆտի դեմ, հասկանալով, որ չի պատրաստվում աջակցել Կրեմլին։ Այնուամենայնիվ Պուտինը շարունակում է հավատալ, որ կարող է բոլորին ծնկի բերել։ Նա հույս ունի, որ Ուկրաինան կսպառվի, իսկ արևմուտքը կհոգնի օգնելուց։ Բայց ինչպես նշում են փորձագետները, ամեն ինչ ընթանում է ճիշտ Պուտինի երազանքի հակառակ ուղղությամբ, որքան երկար տևի պատերազմը, այնքան ավելի արագ է քանդվում հզոր մեծ Ռուսաստանի առասպելը, իսկ երբ ռուսները գիտակցեն, որ այս ամենը բացարձակ անիմաստ էր, Ռուսաստանին սպասվում է կամ ներքին ահաբեկչություն, կամ պուտինյան համակարգի փլուզում։ Իր հերթին Foreign Policy պարբերականը անգլերեն տեքստում գրում է, որ Ամերիկայի քաղաքականությունը Ռուսաստանի Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում երկար ժամանակ հիմնված էր սխալ ենթադրության վրա։ Կարծես Պուտինին հնարավոր էր համոզել հրաժարվել իր կայսերական հավակնություններից։ Վաշինգտոնը փորձում էր ոչ այնքան օգնել Կիևին վերադարձնել օկուպացված տարածքները, որքան ցույց տալ Կրեմլին, որ նրա ներխուժումը դատապարտված է պարտության։ Ենթադրվում էր, որ դա գիտակցելով Պուտինը կհամաձայնի բանակցությունների եւ հնարավոր խաղաղ կարգավորման, սակայն իրականությունը ամբողջովին այլ է։ Մոտ 12 տարվա պատերազմից եւ լայնամասշտաբ ներխուժումից անցած գրեթե 4 տարվա ընթացքում պարզ դարձավ, որ ռուս դիկտատորը անկարող է ճանաչել իր պարտությունը։ Նա շարունակում է երազել Ուկրաինայի վերամիավորման մասին Ռուսաստանի հետ եւ չի պատրաստվում կանգ առնել չնայած ահռելի կորուստներին։ Ինչպես նշում է Foreign Policy-ին, Պուտինը ղեկավարվում է ոչ թե առողջ բանականությամբ, այլ սեփական պատրանքներով եւ մոլուցքով։ Նա տարված է Ռուսաստանին մեծ դերժավայի կարգավիճակը վերադարձնելու փորձով եւ պատրաստ է դրա համար
համար զոհել տնտեսությունը, բանակը եւ 100,000-ավոր ռուսների կյանքը։ Ինձ թվում է այստեղ փորձագետները համեստություն են արել, Պուտինը արդեն միլիոնավոր կյանքեր է կործանել։ Բարբերականը հիշեցնում է, որ Պուտինի հանդիպումը Թրամփի հետ, երբ Պուտինը տապալեց բանակցությունները հրաժարվելով անգամ քննարկել որևէ կոմպրոմիս եւ հերթական անգամ սկսելով ժողովուրդների եղբայրության մասին իր մենախոսությունը։ Այդ մոտեցումը դարձավ ողբերգություն Ուկրաինայի համար, բայց միաժամանակ հնարավորություն ամբողջ դեմոկրատական աշխարհի համար։ Նշում են փորձագետները, Ռուսաստանը արագորեն կորցնում է ազդեցությունը, տնտեսությունը շարժվում է դեպի ստագնացիա, իսկ ռազմական կորուստները գերազանցել են Երկրորդ համաշխարհայինից ի վեր բոլոր նախորդ հակամարտությունների թվերը։ Վերլուծաբանների կարծիքով Պուտինի կործանարար քաղաքականությունը փաստացի ոչնչացրեց Ռուսաստանի դերը որպես գեոպոլիտիկ խաղացողի, Ռուսաստանը վերածվել է մեկուսացված եւ թուլացած ռեժիմի, որը պահվում է միայն քարոզչությամբ եւ վախով։ Foreign Policy-ն ընդգծում է, Արևմուտքը պետք է հրաժարվի այն պատրանքներից, իբր թե Պուտինին կարելի է համոզել, նրան պետք չէ համոզել, նրան պետք է փլուզման մատնել, որպեսզի համակարգը փլուզվի ներսից։ Դա կպահանջի ժամանակ եւ ռեսուրսներ, բայց հենց այդ ռազմավարությունը կմոտեցնի Ուկրաինայի հաղթանակը եւ հնարավորություն կտա ժողովրդավարության վերածննդին արդեն այն բանից հետո, երբ Պուտինյան Ռուսաստանը վերջնականապես կկորցնի իր տեղը աշխարհի քարտեզում։ Այս ֆոնին ռուսական խողովակաշարային մենաշնորհ Տրանսնեֆտը կանգնացրել է նավթի մատակարարումը Նավառոսիսկի նավահանգիստ, ինչպես հայտնում է Reuters-ը հղում տալով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, Սևծովի խոշորագույն Նովորոսիսկի նավահանգիստը դադարեցրել է նավթի ընդունումը եւ արտահանումը նոյեմբերի 14-ին դրոնների հարձակման պատճառով։ Հիշեցնենք, որ վերջերս դատարկվել էր եւս մեկ նավթի արտահանման նավահանգիստ Туапսեն, բարի դրոնները գիշերը հարձակվել են նաեւ Սարատովի վրա եւ խոցել տեղի նավթավերամշակման գործարանը։ Մեր Telegram ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեղյակ են Նավառոսիսկի ռուսական հոբի եւ կալիբր հրթիռների պահեստի խոցումների մասին, որոնք Ռուսաստանը հաճախ օգտագործում էր Ուկրաինայի դեմ հարձակման ժամանակ։ Ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր Telegram-յան ալիքին, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք բազում կադրեր։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր հրապարակել է կադրեր, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը երկար նեպտուններ են օգտագործում Ռուսաստանում կոնկրետ թիրախների դեմ։ Սա ակնարկ է, որ մենք ծանր հարվածները դեռ նոր ենք սկսում։ Անցնենք ռազմաճակատի տվյալներին, որտեղ տեղի է ունեցել 172 մարտական բախում, ամենաշատը Պոկրովսկի ուղղությամբ։ Մեր հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները ոչնչացրել են Ռուսաստանի 51-րդ բանակի անձնակազմի հավաքատեղին Դոնեցկի մարզի Զատիշը գյուղում։ Պետք է նշել, որ ռուսական հարձակումների մեծ թվականակը հաջողություններ չի բերում նրանց Պոկրովսկում, ինչը ել ավելի է նեղացնում Կրեմլին։ Հիշում եք, Պուտինը գրեթե մեկ շաբաթ առաջ լրագրողներին Պոկրովսկ ուղարկելու մտադրություն ուներ։ Կարող է ոտքով են գալիս, դեռ տեղ չեն հասել, հա։ Ռուսները վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել են եւս 1040 զինվոր, 2 զրահամեքենա, 35 հրետանային համակարգ, 442 մարտավարական դրոն եւ 95 միավոր ավտոմոբիլային տեխնիկա։ Ռուսների ընդհանուր մարտական կորուստները լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր հասնում է արդեն 1,156,400 օկուպանտի, տվյալները Ուկրաինայի գենշտաբինն են, ռելիզը ձեր էկրաններին է։ Իսկ այս ընթացքում Ամերիկայի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է մեծածավալ ռազմական գործողության սկզբի մասին, որը ըստ ամերիկյան վարչակազմի պաշտոնական հայտարարությունների ուղղված է թմրանյութերի տարանցման դեմ պայքարին, սակայն բացառիկ ռազմական ուժերի կենտրոնացումը, այդ թվում ավիակիր հարվածային խումբը եւ Սպիտակ տանը ռազմական գործողությունների տարբերակների նախնական քննարկումը կարող են մատնանշել հնարավոր ռազմական միջամտություն Վենեսուելայում, ինչ կլինի ցույց կտա ժամանակը։ Հաղորդման վերջում ձեզ տեղեկացնեմ, որ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասավ 6-ի, մինչ մեր եթերը պատրաստում էինք, իսկ վիրավորների թիվը հասել է 35-ի, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին կապված Կիևում գիշերային հարձակման հետ, որի արդյունքում վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը Ուկրաինայի մայրաքաղաքում։ Հիշեցնեմ, որ սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանական դեսպանատունը վնասվում է, բայց այս անգամ կարծես վնասները ավելի շատ են։ Այսօրվա համար այսքանը, հույս ունեմ, որ վաղը ավելի լավ նորություններ կլինեն, քան այսօր։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Բարով մնաք եւ մինչ նոր հանդիպում։